Գյուրաքյան Կիրակի օրվա հովանավանքի պատարագից հետո արդեն տևական ժամանակ է, որ մեդիայում հայտնվել եք եկեղեցական դպիրի հագուստով, ինչը ընդունելի չէր քաղաքացիների համար, բոլորը ձեզ հանրություն համենայն դեպս շատ արագ նույնականացրեց որպես ատամնաբույր։ Ինչպես ստացվեց, որ դպիրի հագուստով հայտնվեցիք եկեղեցում։ Նախ առաջինը դա առաջի դեպքը չէր, որ դպիրի հագուստ հագնեի և բարձրանայի խորան մասնակցեի Սուրբ Եվանմահ պատարագի։ Ես երկար տարիներ է, ժամանակ առ ժամանակ ուրեմն հագնում եմ դպիրի հագուստը և մասնակցում եմ։ Եվ սա էլ հերթական մի օր էր, Կիրակի օր, պատարագի օր, որ ցանկացա և թույլտվություն ստացա մասնակցեի պատարագի։ Ըստ եկեղեցական հայ առաքելական եկեղեցու կանոնների դպիրները, սարկավակները իրենք ձեռնադրվում են։ Դուք ձեռնադրված եք որպես դպիր։ Ես որպես դպիր կամ սարկավակ ձեռնադրված չեմ, ի դեպ այնտեղ տվչական պահեր կա դպիրի, այդ մի քիչ ավելի խորքային է, հիմա կարևոր չի դա կարծում եմ այս պահին, բայց ոչ ձեռնադրված կարելի է նաև հագնել, մասնակցել, եթե նախ բարեպաշտ անձնավորություն է, առաքելական եկեղեցու հետևորդ է, մկրտված, ծանոթ է, պատարագին գոնե ունի նվազագույն ուրեմն այդ կանոնակարգին ծանոթ է նվազագույն և կարող է մասնակցել, այո, որովհետև գիտեք, երբեմն ես խոսել եմ մեր քահանաների հետ, ասում են այդքան շատ չի ձեռնադրված դպիրների և քահանաների սարկավակների թիվը, հատկապես գյուղերում, մի քիչ ավելի հեռու եկեղեցիներում, երբ որ քահանաները պատարագ են մատուցում, իրենք են նույնիսկ իրենց հավատացյալներին հրավիրում և առաջարկում, որպեսզի հագնել այդ համազգեստը։ Ուրեմն սա եկեղեցում նույնպես ընդունված է։ Պարոն Գևորգյան, մեջբերում անեմ Մայրաթորի տարածած հաղորդագրությունից, ճիշտ այս դեպքին չէր վերաբերվում, բայց այն անձնավորություններն, ովքեր խորան են բարձրանում, իրենք պետք է ձեռնադրված լինեն։ Այս դեպքում նաև իհարկե եկեղեցու արեգածոտնի թեմն է ասում, որ իրենց դպիրներն ու սարկավակները հրաժարվում են հովանավանքում պատարագ մատուցել կարգալույծ քահանայի հետ։ Այսինքն կա եկեղեցում դպիր և Մայրաթորն ասում է ես պետք է ձեռնադրեմ, որ խորան բարձրանա, իսկ մյուս դեպքում հենց եկեղեցին և հանրությունն էր որակում, որ կեղծ են այդ մարդիկ, պիղծ են այդ մարդիկ, ներողություն եմ խնդրում, իհարկե մեջբերումն այդպիսին է։ Ինչպես կարելի է, այսինքն ինչպես են որոշում, որ օրինակ, չգիտեմ, այդ բարեպաշտ անձնավորությունը հենց դուք եք, կամ բարեպաշտ անձնավորությունը կարող լինել ես, ինչպես եք, այսինքն հովանավանքում հայտնվեցիք, ուղղակի նստած էիք, քահանան ասաց, ինչպես ստացվեց։ Ուրեմն ես իմ մասին չէի խոսում, հա, իմ վարքագծի մասին թող Աստված վկայի և ինձ շրջապատող մարդիկ, բայց ես ուզում եմ ասել, որ նորից եմ կրկնում, այսօր հայ առաքելական եկեղեցիներում շատ դեպքեր կան, որ ոչ ձեռնադրված քրիստոնյաները, հայ առաքելական եկեղեցու հետևորդները թույլատվություն են ստանում քահանայից և մասնակցում են պատարագի, ինչպես ասացի, ինչ խնդիր կա դեռ, բայց ես համաձայն եմ, բայց հիմա կողմ եմ օրինակի համար, որ թող իրանք ձեռնադրեն և կարող է առաջ Աստված մի օր ես էլ ձեռնադրեմ դպիր, ինչպես հայտնվեցի հովանավանքում, իմացա, որ պատարագ կա, այսինքն ոչ թե իմացա, միշտ է լինում է, և որոշեցի գնալ այդ օրը հովանավանքում պատարագի մատուցել, մասնակցել։ Տեսավ Տեր Արամ առաջարկեց Տեր Արամը ինձ չի առաջարկել, ես եմ ուզեցել բարձրանալ խորանը։ Դա իմ ցանկությունն է եղել։ Առաջարկել, որպես բարեպաշտ քաղաքացի, Տեր Արամին եք առաջարկել, որ այո, Տեր Արամին եմ առաջարկել, որ ցանկություն ունեմ մասնակցել շապիկակներ և մասնակցել պատարագի և Տեր Արամն էլ չմերժեց։
Տեսեք, մենք իհարկե խոսեցինք այնպես, ինչպես ուզեցիք, Տեր Արամը վաղուց արդեն, այսինքն շաբաթներ շարունակ Ստեփան Ասատրյանը, քանի որ Մայր Աթոռի կողմից կարգելույց է արված։ Արդյոք ընդունում եք եկեղեցու այդ բոլոր կանոնները, հայ առաքելական եկեղեցուն, ինչպես ասում եք, ձեր խոսքում ենք նշեցիք, որ Աստված թող բարարքները դատի եւ այլն, այսինքն կարելի է ենթադրել, որ նաեւ ներքին հավատում եք Աստծո հանդեպ։ Եկեղեցին, ով Ստեփան Ասատրյանին կոչել էր Տեր Արամ, հիմա կրկին ասում է, որ ինքը Ստեփան Ասատրյանն է, այսինքն կարգալույծ է։ Իր հետ խորան բարձանալը դեմ չէ եկեղեցուն, բառնվածն դեմ չէ։ Տեսեք, աշխարհիկ առումով, աշխարհիկ, այսինքն աշխարհական, որևէ մեկը իրավունք ունի իր անձը ինչ որ մի հարցի շուրջ իր իրավունքները պաշտպանել ունի եւ այդ իրավունքները պաշտպանելու համար կան համապատասխան կառույցներ, չէ՞։ Ֆիքսենք սա, հիմա ես ձեր հարցին եմ պատասխանում։ Հոգևորը ի տարբերություն աշխարհի բացի կանոնական այդ կետերից իր մեջ կա մի հատ մեծ բովանդակային եւ խորքային բարոյական հոգևոր շնոր այս հարցերը եւ երբեմն կարա լինի որ կանոնականով առաջնորդվելիս հակառակ լինեն այդ շնորի բարոյական այդ արժի համակարգին։ Հիմա ես շարունակեմ էլի ձեր հարցին պատասխանել։ Այս այդ օրինակով չեմ բերում, մեկ այլ օրինակով։ Ինչ որ մի բարձրաստիճան հոգևորական ունենալով հոգեպես եւ հոգևորականապես adekvat վիճակ նույնիսկ ասենք կարա պայմանավորված լինի տարիքի հետ, ասենք 70 անց ու ինչ որ մի սխալ որոշում է կայացնում մի հոգևորականի հանդեպ, որը աստվածասեր, բարեպաշտ, իր առաքելությանը նվիրված, առաքելագործ, իր ծառայությունն է մատուցում, սիրված եւ սիրած լինելով համայնքին եւ համայնքի կողմից, իր օրհնությունը բաժանելով իր համայնքին եւ այդ տեսակ հոգևորականի հանդեպ այդպես որոշում է կայացվում։ Հիմա ինչ ճիշտ կլինի, որ այդ հոգևորականը հագուստը հանի եւ ասի այսպես որոշում կա։ Ունեցանք օրինակ այդ նույն աշխարհիկ կյանքում դեպքեր, երբ նախարարին, ԲԴԽ նախագահին օրինակ WhatsApp-ային նամակները որոշեցին հեռացնել աշխատանքից։ Դրա ողջամտությունը թողնելով մի կողմ, կարող է ԲԴԽ նախագահը շարունակել աշխատել այն դեպքում, երբ իրեն հեռացրել էին աշխատանքից, անկախ նրանից, արդյոք այդ մարդը, որ իրեն հեռացրել էր, adekvat էր կամ adekvat չէր։ Ի վերջո, բարձրաստիճան հոգևորականը այն ամենի տրողն է, ինչը որ դուք վերագրեցիք քահանային։ Հիմա ես իմ միտքը չէի ավարտել եւ հա, բայց ձեր հարցին կանդրադառնամ։ Հիմա տեսեք, աշխարհում եթե իրավունքներ խախտվում, հա, մի հոգու հանդեպ, մի անձի հանդեպ, նա աշխարհիկ պայմաններում, այս աշխարհի օրենքների պայմաններում հնարավորություն է ունենում իր շահերը պաշտպանել, իր իրավունքները պաշտպանել, դիմելով երաստիճան համակարգին, առաջնային ատյան, վճռաբեկ ատյան, քննչական դատարան։ Եվ այդ ընթացքում նույնիսկ նա հնարավորություն է ունենում օգտվել տարբեր փաստաբանական ծառայություններին եւ փաստաբան ունենալ, լավ։ Եվ շատ հնարավոր է, որ ինչ-որ մի փուլում եւ ինչ-որ մի աստիճանում նա շահի եւ իրավունքները պաշտպանվեն։ Հիմա այս դեպքում
Մենք այսքան դեպքեր ենք լսում։ Արդյոք չպետք է այնտեղ էլ լինի այս իրավունքների պաշտպանում։ Եկեղեցին ունի նաև, այսինքն երբ որ ասում են հոգևոր դասը եւ այլն, այդ նույն դասը ունի եկեղեցին, այսինքն բողոքարկելու, վերականգնելու, նորից քննություն հանձնելու, բայց եկեք որ նախային աշխատանքից հեռացնում են, անկախ նրանից ինքը 3 տարի հետո, 5 տարի հետո բոլոր դատական ատյաններով, նույնիսկ եվրոպական դատարանով կբողոքարկի, կվերականգնվի, հեռացման պահից այլևս չի շարունակում աշխատել։ Աշխարհիկ կյանքում բոլոր դեպքերում այդպես է։ Երբ որ այսօր դուք ձեր աշխատակցին կհեռացնեք աշխատանքից, ձեր բուրգրոջը կասեք, որ դուք վաղվան աշխատանքի չեք գալիս, եւ ձեզ հեռացնում է։ Բուրգրը անկախ նրանից թե մի քանի տարի հետո կվերականգնի իր իրավունքը, թե չի վերականգնի, հա որ պահից չի գալու այլևս աշխատանքի։ Դուք պարզապես դուրը կփակեք ու ներս չեք թողնի։ Հիմա մայրաթորը հեռացրել է քահանային կարգալույծ է արել, այսինքն քահանան տվյալ պահից սկսած եկեղեցու պատարակ մատուցելու, խորան բարձրանալու իրավունք չունի, եւ դուք օժանդակել եք նրա պատարակը։ Ուրեմն տեսեք, դուք որ ասում եք աշխարհում աշխատանքից հեռացած եք, ես հիշում եմ դեպքեր կամ լսել եմ դեպքեր, որ պայքարում են, ասում են ինչպես, ինչ իման վրա, ինչ հիմունքների եւ ոչ հեռավոր անցյալներում արդիկ պայքար էին մղում, որ ոչ թեկուզ դատական համակարգերում կար այդպես ես իմ մասնագիտությանով զբաղված չեմ գրել որտեղ որ ինչ, բայց շատ եմ լսել այդպես դեպքեր։ Չէ, նորմալ է, երբ որ նա բարական անձնավորություն է, երբ որ նա իր ծառայության մեջ հավատարիմ է, ու դեռ ես լսում էի, օրինակ Տեր Արամին բերեցիք, չէ՞ օրինակ։ Ես Տեր Արամին շատ վաղուց լսել եմ, որ հոգևորականը փորձությունների է ենթարկվել, ճնշումների, նեղությունների միջով է անցել, հենց ներսից։ Ինչու պետք է այդպես լինի։ Իսկ համայնքն է ասում է մեր սիրված քահանան է։ Քահանա ոչ թե քահանային սիրում են սիրելու համար, որտեվ ես իրապես շատ իսկական քահանաների հետ եմ շփվել, որովհետև այդ մարդիկ օրհնություն են վերցնում եւ խաղաղություն են գտնում այդպիսի հոգեվորականների հետ շփվելիս, չէ, կան որ խոստովանվում են եւ այլն։ Հիմա նեղելով նման քահանաներին, կարգալույծ անելով նման քահանաներին, sense ուղիղ հարված են հասցնում համայնքի այդ անձանց հոգևոր վիճակին ուղիղ հարված նաև ողանավանքի բնակչության մեծ մասը միանում այդ պատարակներին, ես չեմ կարող, ես կարող եմ իմ տեղը պատասխան տալ եւ դուք մի հարց տվեցիք, ասեցիք գնացիք եւ օժանդակեցիք, ամենայն անկեղծությամբ ես գնացել եմ, մասնակցել եմ ի սրտե պատարակին, ինչպես նաև բոլոր այդ թողության ժամանակ այդ կարգին եմ մասնակցել, այո, հենց ես եմ ընթերցել, այսինքն ես հոգով, մտքով, սրտով նվիրվել եմ այդ արարողությանը եւ Աստծուն, առաջի հերթին Աստծուն, աղոթքի մեջ եմ մտել։ Սա իրականությունը, ես չեմ գնացել այնտեղ, որ չեք ուզի հարցին կարող եք չպատասխանել, ինքներդ մկրտված եք հայ առաքելական։ Իհարկե։ Իմ երեխաներն էլ են մկրտված, այո։ Վստահ եմ, այսինքն նաև խորհուրդը լիարվել ընկալելով պատերազմ ճշտված պատերը։ Պարոն Ռոքյան, երբ որ մկրտվում եք հայ առաքելական եկեղեցում, ընդունում եք նաև այն կանոններն ինչպեսին որ կան, երբ որ մենք դառնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության օրենքներ, որքան էլ մեզ համար ընդունելի լինեն կամ չլինեն։ Եկեղեցու կանոններն ընդունելով, չունենալով ձեռնադրում, կարգալույծ քահանայի հետ խորան բարձրանալու Ինչ է նշանակում չունենալով ձեռնադրում։ Ես ձեզ ասեցի, որ ձեռնադրված չեմ, բայց դե ընդունելի է։ Հիմա դուք ուզում եք, որ ասենք ձեր տեսակետը ճիշտ համարենք, հարցրեք մայրաթորի քահանաներին, ոչ միայն մեկին կամ երկուսին։ Շատ հավատացյալներ կան, որ բարձրանում են խորան, դպիրի հագուստ են հագնում եւ բարձրանում են խորան, մասնակցում են պատարակին։ Հարցրեք, ասեք։
Ստեփան Աստատրյանի, դուք իր հետ խորան եք բարձրանում, ասելով, հիմա արդեն ուրիշ հարց եք տալի։ Երբ որ դուք ասեցիք, որ դուք որ մկրտված եք, ինչպես եք վերաբերվում, ես ուրիշ հարց տամ։ Ես մի հոգևորականի եմ ճանաչել, որ ինքը նույնպես ժամանակին ենթարկել էր փորձությունների, էլի ցավոք սրտի ներսից, բայց թույլ տվեք իր անունը չասեմ, եւ իրան էլի զրկել էին պատարակ անելու հնարավորությունից, իր հետ շփվելով, իր հետ ճանաչելով, իրեն ճանաչելով, ես Աստծո ներկայությունը, խաղաղությունը, առաջինը իր այդ շփվելուց եմ զգացել, հասկացել ընդհանրապես ինչ է նշանակում երկնքի արքայություն, ինչ է նշանակում հավիտենական կյանք, ինչ է նշանակում հոգու խաղաղություն, ինչ է նշանակում հոգու փրկություն, ինչ է նշանակում հոգևոր կյանք։ Հասկանում եք, հիմա մենք խոսում թողած դրա համար ի սկզբանե ես ինչ ասեցի, ասեցի, որ այստեղ կա հոգևոր շնորհ, բարոյական մեծ արժեքներ, որ մենք ամեն ինչ թողում ենք ու սենց գնում կպնում ենք ինչ որ սենց կետերի, բաների եւ այլն, այստեղ ավելի լուրջ հարցեր կա։ Ես որպես պետության քաղաքացի պարտավոր եմ հարգել պետության օրենքները։ Օրինակ, չգիտեմ, ինձ գուցե հարմար չի ամրագոտին կապած երթևեկել։ Իգոն թողնելով իմ անվտանգությունը, ես ամրագոտին գուցե կապում եմ դրա համար, որպեսզի չտուգանվեմ։ Բայց ամեն դեպքում պարտավոր եմ կապել այդ ամրագոտին, որովհետև դա իմ պարտավորությունն է որպես քաղաքացի։ Եվ նաև, այսինքն, երբ որ ես ունեմ այդ անձնագիրը, պարտավոր եմ նաև կատարել այդ բոլոր օրենքները։ Գուցե ինձ հարմար չի տրանսպորտում վճարելը կամ հարմար չի հարկեր վճարելը, որ կա խնդրահարություն։ Բայց ամեն դեպքում ես պարտավորություն ունեմ եւ վճարում եմ։ Երբ որ մկրտվում եմ եկեղեցում, ես պարտավոր եմ ընդունել նաեւ եկեղեցու կանոնները։ Այդ դեպքում ինչու ես մուսուլմանական չեմ, չէ՞ որ այնտեղ էլ է գրում։ Իր կանոնները։ Այս դեպքում կանոնը խախտել է բան եւ Մենք խոսում ենք պարտավորությունից, չէ՞, պարտավորվածությունից, չէ՞։ Ես էլի ձեր հարցին եմ պատասխանում ու փորձեք ձեր պատասխանը գտնել։ Հիմա ես ընտանիքի հայր եմ, պարտավոր եմ աշխատել, իմ ընտանիքը պահել, իմ ընտանիքի կարիքները հոգալ, իմ երեխաների։ Ճիշտ է։ Բոլոր հարցերը այն ինչ որ վերաբերում է ընտանիքի գլխին, Աստծո առաջ ես պարտավոր եմ եւ առաջի հերթին ես պիտի կատարեմ Աստծո առաջ իմ պարտականությունները, նոր հետո պահանջեմ իմ երեխայից։ Եթե ես իմ պարտականությունները որպես հայր չկատարեմ եւ ինչ պատճառով երեխային պատժեմ, ինչ բան պահանջելու կամ չլսելու համար, Աստծո առաջ արդար չէ։ Ես որպես ընտանիքի գլուխ, եթե իմ տեղում չեմ եւ իմ պարտականությունները իմ ընտանիքի օրենքների չեմ կատարում, Աստծո առաջ արդար չի այդպես կարգավիճակով պահանջել կամ ինչ-որ պատժի ենթարկել իմ զավակներին։ Եվ դրա մեջ ուր ու զորություն էլ կա։ Եվ իմ զավակն է, որ չընդունի այդ պատիժը, նա արդարացի կլինի։ Ինչն են ընդունում։ Զավակը պատիժ ամեն դեպքում։ Չէ, չի ընդունում։ Ես հուսով եմ, որ դուք լավ էլ հասկացաք ինչ եմ ասում, բայց իրականությունը սա է։ Եկեք հարցին նայենք արդարամտորեն, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք հարմար ենք գտնում, ինչպես որ խոսում են շատերը, այսօր ներողություն արտահայտությանս համար շաբլոն արտահայտություններ, շաբլոն մակերեսային արտահայտություններ, էսա, չէ, մենք պիտի գնանք դեպի ճշմարտություն, վերջապես ուզում ենք գնանք, թե չէ, եթե ուզում ենք, կգնանք և կտեսնենք որտեղ է ճշմարտությունը, իսկ եթե չենք ուզում, այսպես մեր կապարանոց է լինելու, սենց խոսել և այլն, իրար հետ կռվել բան, բայց մենք պետք չունենք դրա, մենք պետք ունենք որպես առաջի
իր բահան, այսինքն ինչպես եւ կարող է ընդունել մի բան, կարող է չընդունել, ինչպես ասած ձեր պատիվը եւ այլն, նաեւ կարող է յուրաքանչյուր մարդ ունենալ իր կարծիքը։ Ձեզ մեծամասամբ քննադատում են եկեղեցում ձեռնադրված չլինելով տանը։ Ասում են, եթե ես տիրապետում եմ օրինակ կարգին, կարգը մայրաթորը ջերմարանում սովորեցնում է եւ այլն։ Ես վստահ եմ, որ տիրապետել եք կարգին, բնականաբար նաեւ մասնակիցն եք եղել պատարագին։ Տեսեք, կա նաեւ այսպիսի մի բան, ամենապարզ օրինակը բերեմ ձեր մասնագիտությունից ելնելով։ Ձեր բուժքերը ամեն օր տեսնում եք, դուք ինչպես եք պատանները բոլորից լավ ստացվում ձեզ մոտ, ինչպես է հաջողված, այսինքն ունենում վիրահատություններ եւ այլն։ Այստեղ ձեր բուժքույրը կարող է օրինակ ձեր բացակայության ժամանակ կամ առանց ձեր թույլտվության որևէ մեկին իմպլանտ տեղադրել, չգիտեմ, կամ Ներողություն, իմպլանտ նույնիսկ շատ բժիշկներ, շատ ստոմատոլոգներ չեն տեղադրում, հա։ Շուշկի գործն է, որ իմ բուժքույրը Դե տեսեք հիմա դուք կներեք, բայց սխալ օրինակ եք բերում։ Նույնն է ոնց որ ասեք դուք կամ դպիրը ձեռնադրված դպիրը կարա պատարակ մատուցի, քահանայական գործ անի։ Այսինքն դուք ոնց եք ասում բուժքույրը կարա բժշկություն անի։ Դե պարզաբար բուժքույրը չի կարա, բայց եկեք այդքան շատ բան չանենք, էլի։ Մեր նպատակը ի՞նչն է։ Ես ասում եմ ձեզ, ձեռնադրված դպիրները, ձեռնադրված սարկավակները։ Սա ես շատ հոգեվորականների հետ եմ խոսել, ասեցին, գիտեք, լինում է որ երբեմն քանակը սահմանափակ է լինում, եւ կան եկեղեցիներ, որ այնտեղ պատարակ չի մատուցվում կամ շատ հաճախ, շատ քիչ։ Եվ քահանան, որ ուզում է այդտեղ պատարակ մատուցել, հրավիրում է, ասում եմ, հավատացյալ քրիստոնյաների եւ մարդիկ մասնակցում են, շապիկ են հագնում։ Օրինակ, չգիտեմ, շատ բարեփոխ։ Դե հիմա եկեք դուք շատ մանրամասն մանրամասների մեջ եք մտնում, ոնց են անում այդ process-ը։ Բանկերական տրամաբանական չի։ Ես աղան վարչական շրջանում գրեթե ամեն գիրակի գնում եմ պատարագի։ Բայց երբեք որպես եկեղեցու սպասավոր, չգիտեմ, գոնե խնկաման է, այսպես տանել բերելու առաջարկ չեմ ստացել։ Հիմա չգիտեմ, օրինակ այդ եկեղեցուն ընտրեցին հենց ձեզ, կամ ընտրեցին մյուսներին, որոնց մասին անսահման բացասական ինֆորմացիա հայտնվեց համացանցում շատ արագ։ Ինչպես կարելի է լինել, այսինքն հենց որոշեն ձեզ են ընտրում, օրինակ չգիտեմ, երբևէ մեղք չգործած ավտովերանորոգող վարպետը կարող գնա դպիր աշխատի այդ օրը։ Ինչու ավտո վերանորոգողը այլ եկեղեցում դպիր եղել։ Ինչու ավտո վերանորոգելը այդ ինչ կապ ունի, էլի դա աշխատանքի բնույթը դուք եք փոխում։ Աշխատանքի բնույթը չեմ փոխում։ Դուք ատամնաբուժ եք, ունեք ձեր մասնագիտությունը։ Ես լրագրող եմ, ունեմ իմ մասնագիտությունը։ Այո, շատ ողջունելի է, որ բժիշկը նույնիսկ բժիշկը բացի պատարակին մասնակցելուց նաև ուրեմն շապիկ հագնի, բարձրանի խորան, եթե հնարավորությունները լինեն, եւ դա նաև մեծ օգուտ է պացիենտների համար, որտեղ բժիշկը ինքը աստվածային շնորհ է եւ այդտեղ շատ լավ է նույնիսկ։ Եթե այդ օրը դուք պատահաժապար Հովանավանք չգնայիք, Ստեփան Ասատրյան պատարակը մատուցելու էր, այսինքն առանց դպիրի, այդպես է ստացվում։ Ոչ։ Առանց ոչ թե 6 դպիր, այլ 5 դպիրի, բայց ինչ էական է դա։ Ես ձեզ բոլոր էական մասերը ասեցի, խնդրում եմ այսքանով սահմանափակվենք, հա։ Այսպես ասած, հարկային օրենսգրքի դեմ պայքարի հետ ասում էին, որ այսինքն ներկայացել եք որպես իշխանության դեմ եւ այլն, բայց ամեն դեպքում հայտնվեցիք Հովանավանքում ենթադրաբար իշխանության հրավերով, իշխանության պահանջով, որովհետև մի քանի անգամ հարցից մեջ ամենայն դեպս հարցազրույցի ընթացքում փորձեցի հարցնել վերջին անգամ երբ եք հագել այդ հագուստը եւ որ եկեղեցում չասեցիք ամեն դեպքում ինչպես ստացվեց որ եւ պայքարում էիք հարկային օրենսգրքի դեմ եւ ամեն դեպքում հենց այդ օրը մասնակցեցիք կեղծ որակված պատարագին։ Եկեք մինուս անենք այն արտահայտությունը, որ ասեցիք իշխանության պահանջով կամ հրավերով, ուրեմն իշխանության պահանջ եւ հրավեր ամենևին չի եղել։ Իշխանության հրավերով եւ պահանջով։ Դե
ես չգիտեմ, այդ դրա մեջ չեմ ուզում մտnem, գնացել եմ պատարակի, հա, այնտեղ ասեցիք վերջի անգամ որտեղ եք մասնակցել եմ եւ էլի շապիկ եմ հակնում, թույլ տվեք դա էլ չասեմ, այնտեղ մեկ է բանի հարկային օրենքների հետ կապված։ Տեսեք, ես հարկային օրենքների դեմ դեռևս 13 թվականից եմ պայքարել ու դուք պետք է որ իմացած լինեիք, պետք է որ հիշեք։ Եվ երբ որ այս հարկերը փոխվեց արտոնագրայինը այդ 2013 թվականը որ նախորդ իշխանությունը սահմանեց, որը որ շատ վատ հարկ էր։ Վերջապես մենք պայքարեցինք եւ թե հիմա համընկավ, թե մեր նաեւ նախաձեռնության շնորհիվ այս հարկատեսակը դուրս եկավ եւ եղավ շրջարկ, 5% շրջարկը։ Եվ մենք կառավարությանը մեր ՀԿ-ի անունից նաեւ շնորհակալություն հայտնեցինք, որ այդ հարկատեսակը փոխվեց, հա, որտեղ արդեն մտանք տրամաբանական դաշտ, այսինքն ով ինչքան կաշխատի, դրա համապատասխան հարկեր կվճարի։ Ու տևական ժամանակ, որ մենք աշխատեցինք, փաստորեն 2020 թվականից մինչև 2025 թվականի հունվարը, գրեթե 5 տարի։ Հենց ուղիղ 5 տարի։ Լսեցինք, որ շրջարկը բանը բարձրացնում են։ Սա ինձ մոտ մի քիչ զայրույթ եւ ոչ միայն ինձ մոտ։ Մի քիչ զայրույթ բարձրացրեց, էլ ոնց թե մենք ասենք այդքան կարգավորում ենք, որ էլի հետ գնանք եւ իմ բողոքի ձայնը, հա, դրա հետ է պայմանավորված եղել, ես չեմ զղջում դրա համար եւ հորդորում եմ, խնդրում եմ մեր հայրենակիցներին, որ պետք չկա այստեղ հակասություններ տեսնել, հա, այնտեղ խնդիր տեսա, որոշեցի եւ դա նաեւ իմ ուրեմն գործի մեջ է մտնում որպես հասարակական կազմակերպություն։ Գնացինք մեր դիրքորոշումը արտահայտվեցինք, լսեցին, չլսեցին, լավ չլսեցին եւ այլն, դա կարա մի քիչ զայրույթ առաջացնի եւ այլն, եւ հայտնվեցի այնտեղ։ Եվ ելի եմ ասում, չեմ փոշմանում եւ Աստված մի արածցե, եթե վաղնել, ասենք ինչ-որ մի բան սխալ լինի, էլի կառուցողական սկզբունքներում, որի մեջ կարա լինի նաև առողջ քննադատություն։ Ես հանդես եմ գալու։ Եվ հիմա գնում են պատարակի ու ասում են, տեսեք, հարկերի դեմ պայքարում էր, հիմա եկել է պատարակի։ Հասկանում եք, այստեղ ինչու համար են հակասություն տեսնում։ Հովհաննես Գևորգյանը ընդհանրապես կուսակցական չի։ Հովհաննես Գևորգյանը բժիշկ է, հասարակական կազմակերպության նախագահ եւ Կիրակի օրերը միշտ մասնակցում է պատարակների տարբեր տեղեր։ Կիրակի օրերը պատարակի մասնակցում որպես դեպիր։ Դե, ոչ միայն, որպես քաղաքացի։ Եվ դա էլ իմ հերթական մասնակցությունն էր պատարակին։ Կարիք չկա աղավաղել, ճիշտ է, մի քիչ քննադատեցին, մի քիչ նեղեցին։ Ես այս մի փոքրիկ հալածանք ասեմ կամ ինչ ասեմ, այդուհանդերձ ես օրհնում եմ բոլորին հայրենակիցներին եւ սիրում եմ բոլորին, բայց ես ուզում եմ որպեսզի իրենք ճշմարտությունն իմանան, այլ չտրվեն ցենց առաջնային էմոցիաներին կամ կեղծ լուրերին, կեղծ այլ լույսի ներքո ներկայացնելուն